Ազգային ժողովը մերժել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել զինծառայության տարբեր ժամկետներ համապատասխան վճարի դիմաց։ Նախագիծը չի ընդգրկվել ազգային ժողովի նիստերի օրակարգում, դեմ է քվեարկել 87 պատգամավոր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ խմբակցությունը մանրամասն քննարկել է նախագիծը, սակայն դրա առանձին կարգավորումները, ձևակերպումները եւ քննարկման ժամանակը համոզել են, որ այն այս տեսքով ընդունելի չէ։ Բանակի բարեփոխումների ռազմավարությունը կառավարության հետ միասին մեր առաջնահերթությունների շարքում է, թեև նախագծում կան հարցեր, որոնք ուղղված են բարեփոխումներին, սակայն այս տեսքով այն չեն կարող ընդունել, մեր խմբակցությունը դեմ կքվեարկի, հայտարարել էր Կոնջորյանը։ Նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանն էլ իր հերթին հիշեցրել է, որ նախագիծը կառավարությունը նախկինում ետ էր քաշել, հաշվի առնելով սահմանային էսկալացիան, իսկ քննարկումները նորից սկսել են 2024 թվականի հունվարից։ Նա նշել է, որ չի հասցրել նախագիծը ազգային ժողովի բոլոր գործընկերների հետ քննարկել։